Բարամյան խոշորացված համայնքի դալարիկի սիրելի հայրենակիցներ և մյուս բնակավայրերի մեզ սիրելի հայրենակիցներ ողջունում եմ բոլորիդ ողջունում եմ և ուրախ եմ որ հենց սկզբից ջերմ և սրտառուչ եք ընդունում դա շատ բարձր եմ ես գնահատում Ժորժ ջան 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն է եւ ըստ էության մենք բոլոր տեղերում համարյա գրեթե նույն բանն ենք ասում եւ դրա մեջ իհարկե լավ բան կա որովհետեւ մենք մեծ հաշվով այս նախընտրական քարոզարշավի տրամադրությունը շատ տարբերվում է նախկինում իմ տեսած նախընտրական քարոզարշավ լավ դրական մթնոլորտ կա հանրապետությունում ես չեմ հիշում որ նախկինում 21 թիվը պարզ է շատ ծանր մթնոլորտում էր քարոզարշավը տեղի ունենում 18 թվին էլի հեղափոխությունից հետո բայց այնուամենայնիվ այս ընտրություններում հաստատված մթնոլորտը իմ տեսած բոլոր ընտրությունների լավագույն մթնոլորտն է եւ կարծում եմ դրա գաղտնիքներից մեկը այն է ինչը ինձ իհարկե շատ անհանգստացնում է գնալով մեր հավաքների մասնակից երեխեքի թիվը աճում է գնալով աճում է եւ այն օր երեխեքի մի խումբ կար արդեն պահանջ էին դնում ասում են պահանջում են որ օրենքը փոխեք որ երեխեքն էլ ընտրություններին մասնակցեն Եվ իհարկե երեխեք ջան, այս ընտրություններին չէ, բայց մի ասենք լիքը 12 տարեկան երեխեք կան, հաջորդին 13 տարեկանները արդեն հաջորդին կմասնակցեն։ Ժորժ ջան, իսկ ձեր ծնողները ընտրում են, ում են։ Ասում եք Նիկոլական է։ Ժորժ ջան, իրականում շատ կարևոր առիթներով ես եկել եմ ձեզ շնորհավորելու։ Առաջին ամենամեծ շնորհավորանքներից մեկն այն է, որ 2026 թվականին ի վերջո Հայաստանի Հանրապետությունում միջին կենսաթոշակը այնքան է, որ թոշակառուները կարող են, այսպես ասած, տնավարի ասած, ծայրը ծայրին հասցնել։ Այս իհարկե շատ կարևոր նորություն է, բայց այնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ դա այն ամենալավն է, որ մենք պետք է անեինք։ Մենք չենք համարում, որ մեր թոշակառուները պետք է միշտ այդ վիճակում լինեն, որ ծայրը ծայրին հասցնեն։ Բայց էլի ես ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ 16000 դրամ։ Այդ 16000 դրամը բավական չէր, որ նույնիսկ թոշակառուները հաց ու պանիր առնելով սնվելով ամսվա ընթացքում ծայրը ծայրին հասնեին։ Մենք եկել ենք եւ միանգամից 2018-19 թվականին նվազագույն թոշակը կրկնապատկել ենք դարձրել ենք 32000 դրամ։ Բայց նույնիսկ կրկնապատկված թոշակը բավարար չէր, որպեսզի մարդը ասենք հաց ու պանիրով ամիսը ծայրը ծայրին հասցներ։ Եվ միայն 2022 թվականին մենք նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, ինչը նշանակում է, որ այդ ժամանակ 22 թվին արդեն Հայաստանում կարող ենք ասել, որ սոված թոշակառու չկա եւ սննդի առումով մենակ սնունդ առնելու համար այդ թոշակը կարող էր բավարար լինել։ Հիմա բայց կարևոր է նաեւ որ 2018 թվին նվազագույն թոշակը Հայաստանում 16000 դրամ էր, հիմա 46000 դրամ է։ Դրան գումարած անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարը 50000 դրամ եւ ավել է։ Այդ նշանակում է, որ մենք նվազագույն թոշակը փաստացի եռապատկել ենք Հայաստանի Հանրապետությունում, եռապատկել ենք նվազագույն թոշակը, բայց հիմա 2018 թվականից այս կողմ ժողովուրդ մենք 5 անգամ տարբեր որոշումներով թոշակներ ենք բարձրացրել եւ ի վերջո հասել ենք մի արդյունքի, որ միջին թոշակը այսօրվա Հայաստանի այնքան է, որ թոշակառուն
կարող է ոչ միայն ծայրը ծայրին հասնել սննդի տեսակետից, այլև կարա իր համար մի հատ էլ, չգիտեմ, բաժակ առնի, մի հատ, չգիտեմ, ծաղկաման առնի, տարվա ընթացքում մի զույգ կոշիկ առնի, սա էլ եմ ասում, այն ամենալավ կենսամակարդակը չի, որը մենք պատկերացնում ենք, բայց այն, որ մենք 16,000-ից հասել ենք այս կետին, կարծում եմ դա լավ առիթ է, որ մենք իրար շնորհավորենք, եւ ես ուզում եմ բոլորիդ շնորհավորեմ այդ առիթով։ Հաջորդը առողջության ապահովագրությունը 65+ տարիքի մեր սիրելի թոշակառուները այլևս առողջապահական հսկայական ծառայություններ ստանում են պետական բյուջեի միջոցներով։ Այսօր բազմաթիվ թոշակառուներ վիրահատություններ են ենթարկվում, որը արժի 4 միլիոն դրամ, 5 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, 1 միլիոն դրամ, 500,000 դրամ, որոնք այլ պայմաններում իրանք չէին կարող եւ չէին կարողանում։ Եվ մենք այս որոշումները կայացրել ենք ոչ միայն թոշակառուների, այլև նրանց զավակների համար, որովհետև ով որ տարիքով ծնող ունի, միշտ մի լարվածություն կա մեջը, բա որ առողջության հետ կապված ծնողս խնդիր ունենա, ես ինչ եմ անելու։ Հիմա մենք եկել ենք ասելու, որ այդ դեպքերում ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին կանգնած է, որովհետև ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը սիրում է ձեզ, սիրում է իր քաղաքացիներին եւ ամեն ինչ անում է, որ իր քաղաքացիները ամեն ամսվա հետ, ամեն տարվա հետ ավելի ու ավելի լավ ապրեն եւ առողջության ապահովագրության ներդրումը այդ նշանակում է, որ բազմաթիվ մեր թոշակառուներ, մեր սիրելի ծնողները ավելի երկար են ապրելու, որովհետև առողջության կարիքների հասցեագրումը իհարկե օգնում է, որ նրանք ավելի երկար ապրեն եւ ավելի իրենց սիրելի թորնիկներին վայելեն եւ իրենց թորնիկներն էլ իրանց վայելեն եւ ես նաեւ այդ առիթով եմ շնորհավորում ձեզ բոլորին։ Մենք այս տարի իրականացնում ենք 300 դպրոցի եւ 500 մանկապարտեզի ծրագիրը, որը էլի դարակազմիկ ծրագիր է Հայաստանի Հանրապետության համար։ Մենք ահռելի փոփոխություններ ենք իրականացրել բանակում։ Այսօր 18 տարեկան զինծառայողը ձորակոչվում է բանակ, 6 ամիս վերապատրաստվելուց հետո բազմաթիվ հազարավոր արդեն զինծառայողներ այդպիսի պայմանագիր են կնքել, դարձել են պայմանագրային զինծառայող։ Եվ եթե նախկինում իրանց ծնողները կոպեկ պետքա սննդի համար փող ուղարկեին, շորի փող ուղարկեին, չգիտեմ ինչի փող ուղարկեին, այսօր զինվորները այդ պաշտպան հայրենիա ծրագրով ծառայող զինվորները 300,000, 400, 500, ընդհանուր 600,000 դրամ աշխատավարձ են ստանում, մարտական ծառայությունից դուրս ապրում են, գիշերները գալիս են, իրենց տանն են քնում եւ իրանց ընտանիքները, իրանց ծնողներին պահում են, այդ զինվորները ավտո են ստանում, այդ զինվորները ներողություն առնում, այդ զինվորները բնակարան են նորոգում, այդ զինվորները հող են գնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հաջորդ փոփոխությունը, որ տեղի է ունեցել բանակում, հետեւյալն է. 2025 թվականից սկսած ռազմական ակադեմիա ընդունված բոլոր ուսանողները, ովքեր կավարտեն, սպայական կոչում կստանան եւ կծառայեն բանակում, ծառայության անցնելու պահից իրանք պետության կողմից ստանալու են բնակարաններ։ Հաջորդը 2000-ականների սկզբից հարյուրավոր զինծառայողների ընտանիքներ կան, որ պետությունը իրանց նկատմամբ բնակարանային պարտավորություններ ունի եւ այդ պարտավորությունները կատարված չեն։ Հիմա կառավարությունը որոշում է կայացրել եւ մենք 4 տարվա ընթացքում այդ բոլոր ցուցակներում ընդգրկվածների բնակարանները հատկացնելու ենք։ Սա էլ նշան են բանի, որ պետությունը սիրում է իր քաղաքացիներին, պետությունը սիրում է այդ զինծառայողներին եւ կանգնում է իր քաղաքացու եւ զինծառայողի կողքը։ Բայց ժողովուրդ ջան, այս ամեն ինչը մենք արել ենք ինչպես, ինչի հաշվին։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մտել է լրացուցից 6.6 միլիարդ դոլար։ Սա այն գումարներն էր, որ հեղափոխությունից առաջ գնում էր օլիգարխների եւ քոչարանասերժական կլանի մյուս ներկայացուցիչների գրպանը։ Մենք եկանք կասեցրինք եւ այդ գումարները ամբողջ ուղղեցինք պետական բյուջե։
այդ բյուջեով որ մենք թոշակ ենք բարձրացնում, այդ բյուջեով որ մենք աշխատավարձեր ենք բարձրացրել, այդ բյուջեով մասնավորապես երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում միջև երեխայի դպրոց գնալը մենք 50,000 դրամ օգնում ենք երեխային, նպաստ ենք տալիս, աջակցություն ենք տալիս, այդ գումարներով որ մենք միջև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ընդլայնել ենք եւ եթե նախկինում միայն աշխատող ծնողներն էին ստանում երիտասարդ մայրիկները, հիմա բոլորը ստանում են այդ գումարը, իսկ գյուղական վայրերում աշխատող մայրիկները կրկնապատիկ համարյա 61,000 դրամ թե ինչքան գումար են ստանում։ Եվ այս ամեն ինչը մենք արել ենք այդ թալանը կանգնեցնելով եւ թալանվածը հետ բերելով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021 թվականին ես խոստացա, որ պետությունը բաժնեմաս ունենալու, դա հունիսին էր, սեպտեմբերին արդեն պետությունը այդ բաժնեմաս ուներ։ Եվ պատկերացնում եք 2018-ից մինչև 2026 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի գումար վճարել պետական բյուջե, քան նախորդող 8 տարիների ընթացքում։ Դա այն գումարներն էր, որ գնում էր մտնում էր օլիգարխների գրպանները, քոչարանաշրջական կլանի գրպանները։ Ավելին ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն իսկ վաճառվել է ֆինանսների նախկին նախարարի Հայաստանի պատկանող ապօրինի գույքը տունը եւ հիմա սկսվել է այդ գույքի արժեքի 70%-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու գործընթացը։ Ինչի 70%-ը, որովհետեւ Ամերիկայի օրենսդրությամբ իրանք պահումներ ունեն անելու եւ այլն։ Ավելին ասեմ, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի տունը հիմա այսօր ով նաև Գագիկ Ծառուկյանի փեսանա, այդ տունը, այդ դղյակը իրա, չգիտեմ քանի հեկտար հողակտորով էլ իրա սեփականությունը չի, այլ Հայաստանի Հանրապետության, այսինքն ժողովրդի սեփականությունն է, որովհետև մենք այդ ապօրինի ձեռքբերված գույքը հետ ենք բերել։ Ավելին ասեմ, մի քանի կոպեկներով սեփականաշնորհված Հայաստանի էլեկտրական ցանցերը, որ կալուգացի օլիգարխը ձեռք էր բերել, այսօր փաստացի պետական սեփականություն է եւ շատ շուտով նաեւ դեյուրե կլինի պետական սեփականություն։ Եվ այդ մարդիկ այսօր խոսում են, փորձում են ներկայանալ որպես բարեգործ։ Իրանք բարեգործ չեն։ Այսօր նենց բաներ է բացահայտվում, այդ մարդիկ բազմա մանկապարտեզների վրա հոսանքի ավել գումար են գրել, որ իրենց գրպանները լցնեն, մանկապարտեզի վրա, զորանոցի վրա հոսանքի ավել գումար են գրել, որ իրենց գրպանները լցվեն։ Այսօր դեպքեր են բացահայտվում, այդ կալուգացի կլանի ներկայացուցիչները, մարդիկ, որ գրանցված են որպես շարքային էլեկտրաէներգիա այդ բանի տեսուչ, Երևանում երեք էր ինձ այդ դեպքի մասին ասել, պատկերացնում եք սովորական բան էլի լույսի մարդը, սովորական լույսի մարդը, որ իրանց կլանի ներկայացուցիչն է, Երևանում 11 բնակարան ունի, Երևանում 11 բնակարան ունի, ու այդ 11 բնակարանը վարձով է տալիս բնականաբար միլիոնների եկամուտներ, եւ այդ միլիոնների եկամուտներով պետությունից եւ ձեզնից գողացած, նրանք էլ ուզում են ժողովրդին ընտրակաշառքի միջոցով տանեն են ճանապարհով, որ ժողովրդին օգտագործելով իրենցից խլված, ետ բերված, պետականացված ապօրինի գույքելի վերադարձնեն իրենց եւ շարունակեն Հայաստանը կեղեքելու իրենց քաղաքականությունը։ Բայց ես համոզված եմ, Հայաստանի ժողովուրդը չի կարող դա թույլ տալ, Հայաստանի ժողովուրդը չի կարող դա թույլ տալ, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը պետք է կանգնի թալանվածը միջև վերջ վերադարձնելու եւ դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, մշակույթի տներ, բնակարաններ։ Այսօր մենք սահմանամերձ գյուղերում 3000-ից ավելի բնակարան են կառուցում մեր գյուղացիների համար, որպեսզի մեր սահմանամերձ տները, մեր սահմանամերձ գյուղերը ամրանան եւ մեծանան։ Իսկ նրանք պատերազմի եռագլուխ կուսակցությունը մի քանի $100,000 գովազդ է տրել, որ մի ապուշ հոլովակ նկարեն, թե իբր Փաշինյանը պատրաստվում է 300,000 ադրբեջանցի վերադարձնի Հայաստանի Հանրապետություն։ Մեր օրակարգում բանը հասել այնտեղ, որ նույնիսկ Ադրբեջանն է հերքում։ Մեր օրակարգում այդպիսի հարց երբեք չի եղել։ Հիմա նրանք
100,000-ներ են ծախսում, որպեսզի Հայաստանի օրակարգ մտցնեն այս հարցը։ Ես ուղիղ ասում եմ, դա լրտեսի գործունեություն է, դա լրտեսի գործունեություն է։ Հայաստանում տենց հարց չի եղել եւ չկա։ Նրանք միլիոններ են ծախսում, որպեսզի այդ հարցը դարձնեն Հայաստանի օրակարգի հարց, որպեսզի Հայաստանը նորից ներկրաշեն կոնֆլիկտի եւ արյունահեղության մեջ։ Այս է սրանց նպատակը։ Իսկ եթե մենք վերադարձնում ենք որևէ մեկին 2025 թվականը առաջին տարին է ժողովուրդ, որ Հայաստանից արտագաղթը կանգնել է եւ Հայաստանի քաղաքացիների 90-ականների Հայաստանից հեռացած քաղաքացիների ներգաղթ սկսել 2025 թվին 8660-ով Հայաստանից հեռացած քաղաքացիների թիվը ավելի պակաս է, քան Հայաստան եկած քաղաքացիների թիվը, եւ ես ձեզ շնորհավորում եմ, որ արտագաղթը կանգնեցված է եւ սկսել է ներգաղթ, եւ այդ ներգաղթը պետք է շարունակվի տարիներով, եւ Հայաստանի Հանրապետությունում պետք է ապրի ոչ թե 3 միլիոն, 4 միլիոն, 5 միլիոն, 6 միլիոն հայեր պետք է ապրեն, մեր են հայրենակիցները, ովքեր հեռացել են, պետք է վերադառնան Հայաստան, եւ Հայաստանում իրանք պետք է զգան ազատ, բարեկեցիկ եւ երջանիկ, եւ առաջիկա ընտրություններում դուք հենց այս խնդիրը պետք է լուծեք, այս խնդիրը պետք է լուծեք, տեր կանգնելով պետությանը, տեր կանգնելով ապագային, տեր կանգնելով խաղաղությանը։ Եվ իսկապես, այս ընտրությունները առաջին հերթին խաղաղությանը տեր կանգնելու մասին են։ Այդ թոշակ բան շատ կարևոր է, չափազանց կարևոր, բայց այս ընտրությունները առաջին հերթին խաղաղության մասին են, ժողովուրդ, որովհետև եւ այո, շնորհավորանքի ամենամեծ առիթն է, որ Հայաստանում հաստատվել է խաղաղություն։ 2 տարի մենք սահմանին, արդեն 2 տարին լրացել է, ավել է 2 տարից, մենք սահմանին ոչ մի զոհ եւ ոչ մի վիրավոր չունենք, ոչ մի զոհ եւ ոչ մի վիրավոր չունենք, եւ սա բացառիկ է, անկախությունից ի վեր տենց մի տարի չի եղել, որ մենք սահմանին զոհ եւ վիրավոր չունենանք, եւ 2025 թվականը օրացուցային այդպիսի առաջին տարին է, եւ ես այս փաստի առիթով շնորհավորում եմ բոլորիդ, եւ ես շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղության առիթով, որովհետև դա ամենակարևոր իրադարձությունն է, որ տեղի է ունեցել մեր պետության եւ մեր ժողովրդի կյանքում։ Շնորհավորում եմ բոլորին։ Բայց մեր խաղաղությունը, որը 9 ամսական է, նման է 9 ամսական երեխայի։ Շատերն են այսօր ասում, կասկածի տակ դնում, այդ խաղաղությունը կա, թե չկա, այդ խաղաղությունը իսկական է, թե իսկական չի։ Ես ասում եմ 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի։ 9 ամսական երեխան կա, թե չկա, 9 ամսական երեխան մարդ է, թե մարդ չի, 9 ամսական երեխան անհատ է, թե անհատ չի, իհարկե անհատ է։ Ավելին ասեմ, 9 ամսական երեխան այն ընտանիքում, որի անդամ է ինքը, նա այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է եւ այդ ընտանիքի ամենամեծ ուրախությունը եւ երջանկությունը։ Այդպիսին է նաեւ Հայաստանը, որովհետեւ այդպիսին է նաեւ խաղաղությունը, որովհետեւ այն ուրախությունը, որ այսօր Հայաստանում առկա է, դրա պատճառներից մեկը խաղաղությունն է։ Եվ այսօր շատերն են հարվածի տակ եւ կասկածի տակ դնում խաղաղությունը։ Եվ խաղաղությունը 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ ունի եւս մեկ ընդհանրություն։ Եթե մենք նրա մասին հոգ չտանենք, նրա հոգսերը չհոգանք, խնամք չտանենք խաղաղության 9 ամսական խաղաղության համար, նա 9 ամսական երեխայի նման չի ապրի։ Եթե 9 ամսական երեխային չխնամենք, նա ոտի կկանգնի, նա կապրի, չի ապրի։ Եվ հետեւաբար մեր մեծագույն խնդիրը խաղաղությանը տեր կանգնելն է առաջիկա ընտրություններում։ Բայց մի րոպե, ով պետք է տեր կանգնի, ով պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Այստեղ այս հարցին երբեմն պատասխանելիս մարդիկ ասում են մենք, ասում են բոլորը, բայց այստեղ մի հատ խնդիր կա, երբ որ ասում ենք բոլորը, բոլորի մեջ շատ հեշտ է
անհատի դերը տարալուծել։ Ես կուզենամ, որ մենք այս փուլում բոլորը հասկացությունը դնենք մի կողմ, որովհետև այս ընտրությունների ճակատագիրը, հետևաբար նաև խաղաղության ճակատագիրը, ոչ կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց։ Այս ընտրությունների ճակատագիրը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ գիտեք ով է այդ մարդը։ Հա? Ով է այդ մարդը։ Ով է։ Չէ, երեխեք, ես չեմ։ Խաղաղության, պետության, ապակայի, անկախության ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ելով կա այդ մեկ մարդկանցից, ելով կա ձեր բարձած։ Դուք չէ։ Ով կա, չէ, մի րոպե ուզում եմ հասկանամ, ով կա այդ մեկ մարդկանցից հրապարակում կանգնած, դա շատ կարևոր է, ժողովուրդ, դա ձև չի, ով կա հրապարակում, թող ձեր բարձացնի, ով կա, թող ձեր բարձացնի, եւ ուրեմն, ընտրություններ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին գնում ենք ընտրական տեղամասեր կանգնելու խաղաղությանը։ Դրա համար հարկավոր է անել մի պարզ գործողություն, վերցնել քվեաթերթիկ համար 16-ը եւ քվեարկել քվեաթերթիկ համար 16-ով։ Եվ ուրեմն, երեխեք ուշադիր, հլա եկեք երեխեք, եկեք, որ մի քիչ քննադատեն ինձ, ձեզ հետ երեխեք, ես ասում եմ, ընտրություններ 2026-ին քվեարկում են, չէ, դուք ասում եք 16-ին, որ հանգը բռնի, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին, հետո պաս կարևոր է մի րոպե հասկանանք, թե ինչի քվեարկում 16-ին, չէ, որովհետև ես ասում եմ պետությանը, դուք պետք է ուժեղ ասեք տեր եմ, ասում եմ անկախությանը, դուք պետք է ասեք տեր եմ, ապագային ու տենց ասեմ տեր եմ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Դալարիկին, Բաղրամյանին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, բայց են չեղավ, երեխեք, ճիշտ է լավ ասում եք, բայց թե մի պրոբլեմ կա, դուք ընտրելու իրավունք չունեք։ Ձեր ներկա մեծահասակներն էլ չեն մասնակցում բանին, վանկարկմանը չեն մասնակցում, ինչը ինձ սատ մտահոգում է։ Ձեր տնեցիկին հաստատ, բայց կլսեն դες, հաստատ, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Դալարիկին, Բաղրամյան խոշորացված համայնքին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ շատ, շնորհակալ։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։